Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այցի շրջանակում Վաշինգտոնը եւ Բաքուն ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր, ընդլայնելով համագործակցությունը տնտեսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներում։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն պաշտպանական տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ էներգետիկ անվտանգության ուղղություններով։ Քաղաքական վերլուծաբանները սա գնահատում են որպես Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության ուժեղացման եւ տարածաշրջանում ռուսական ազդեցությունը հավասարակշռելու փորձ։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին Եվրոպայում շարունակվում են ինտենսիվ քաղաքական խորհրդակցությունները։ Եվրոպական առաջնորդները քննարկել են խաղաղ բանակցությունների վերագործարկումը, ինչպես նաեւ հնարավոր ընտրությունների եւ հանրաքվեի կազմակերպումը միջազգային ճնշման պայմաններում։ Միաժամանակ Գերմանիան եւ Իտալիան առաջ են մղում Եվրամիության տնտեսական մրցակցության եւ շուկաների խորացման նոր օրակարգ։ Եվրոպական միությունում քննարկվում են ընդհանուր շուկայի խորացման եւ ռազմավարական ինքնապաշտպանության ամրապնդման հարցեր։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է անում նվազեցնել բյուրոկրատական խոչընդոտները եւ ուժեղացնել համաեվրոպական մրցակցությունը։ Եվրամիությունը փորձում է վերաիմաստավորել իր դերը գլոբալ փոփոխվող աշխարհակարգում, հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ հարաբերությունները։ Ուկրաինայում շարունակվող հրթիռային եւ անօդաչու հարձակումները բարդացնում են խաղաղ բանակցությունների ընթացքը։ Քննարկվում է հնարավոր նախագահական ընտրությունների եւ խաղաղության հանրաքվեի անցկացումը, արտաքին քաղաքական ճնշման եւ ներքին կայունության պահպանման նպատակով։ Քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Հարավային Ասիան մեծացնում է աշխարհաքաղաքական մրցակցությունը։ ԱՄՆ-ն քննարկում է Բանգլադեշին պաշտպանական այլընտրանքներ առաջարկելու հարցը, նվազեցնելու ՉԺՀ ռազմական ազդեցությունը տարածաշրջանում։ Այս զարգացումները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը եւ ձևավորել նոր ռազմավարական դաշինքներ։ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի պայմաններում Եվրոպական միությունում ակտիվ քննարկվում են անվտանգության եւ ռազմական համագործակցության խորացման հարցերը։ Անդամ պետությունները փորձում են ամրապնդել համատեղ պաշտպանական կարողությունները եւ քաղաքական համակարգված արձագանքը, դիմակայելու աճող սպառնալիքներին։ Չինաստանը սկսել է լայնամասշտաբ ռազմական զորավարժություններ Թայվանի շուրջ, ներգրավելով նավատորմ, ավիացիա եւ հրթիռային ուժեր։ Պեկինը դրանք ներկայացրել է որպես զգուշացում անջատողական ուժերին։ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տասնյակ չինական ինքնաթիռներ հատել են նեղուցի միջին գիծը։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, վերահաստատելով տարածաշրջանային կայունությանն իր աջակցությունը։ Վերլուծաբանները զգուշացրել են, լարվածությունը կարող է սրվել։ Ուկրաինան նախատեսում է անցկացնել նախագահական ընտրություններ եւ խաղաղության հանրաքվե մինչեւ 2026 թվականի մայիս, չնայած շարունակվող պատերազմին Ռուսաստանի հետ։ ԱՄՆ վարչակազմը զգալի ճնշում է իրականացնում Կիևի վրա գործընթացն արագացնելու եւ Մոսկվայի հետ հնարավոր համաձայնության հասնելու համար։ Նշվում է, որ պլանը կարող է ներառել Դոնբասի շուրջ քաղաքական զիջումներ, Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը նախկինում ընդդիմանում էր ընտրություններին պատերազմի ժամանակ, այժմ դիտարկում է այս քայլը որպես օրինականությունը ամրապնդելու եւ խաղաղ բանակցություններին համառորեն մասնակցությունը ցուցադրելու միջոց։ Ուկրաինայում ռուսական ավիահարվածներն ու անօդաչու հարձակումները կրկին հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան, սրելով լարվածությունը Եվրոպայում։ Մեկ գիշերվա ընթացքում սպանվել է առնվազն 4 քաղաքացի, իսկ Ուկրաինայի հոբ ուժերը ոչնչացրել են տասնյակ ռուսական դրոններ։ Այս դեպքերը համընկնում են ԱՄՆ-ի ճնշման տեղեկությունների հետ, պատերազմի ավարտը ապահովելու նպատակով, ընտրությունների եւ հանրաքվեի միջոցով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության համաձայն հնարավոր են պատասխան քայլեր, եթե ՆԱՏՕ-ն ընդլայնի ռազմական ներկայությունը։ Եվրոպայում շարունակվում է ակտիվ քաղաքական դինամիկան, կապված Եվրոպական միություն եւ Ռուսաստան հարաբերությունների հետ։ Եվրոպական աղբյուրների համաձայն Գերմանիան պատրաստվում է փոխարինել Մոսկվայում իր դեսպանին, իսկ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև ընթանում են անվտանգության ռազմավարական խորհրդակցություններ։ Այս քայլերը վկայում են Եվրամիության դիվանագիտական շրջանակներում աճող լարվածության մասին։ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների ֆոնին եւ պատերազմի պայմաններում